տեղ չկար, հենց այստեղ պիտի պայմանավորվեինք։ Մարեք, ես արդեն քո նշված վայրում եմ, չես հասնում։ Լավ, ուրեմն ես քեզ կողքի սրճարանում կսպասեմ, կլինի։ Լավ։ Երևակայությունը շարժի գցել, էդ էլ դիմացի չես կարողացել առնել, դրա համար է սենց հիմա ներշնչես նստած ես դիմացես։ Նարեկ, լուրջ բան եմ ասում, իսկ դու կատակի ես տալիս։ Լավ, համարենք ճիշտ ես, բայց ով պետք է քեզ հետևի ու ինչի համար։ Ինձ ինչ-որ մեկը հետևում էր, ու այդ իմ երևակայությունը չի, ես ինձ վրա ընդհատ ինչ-որ հայացք էի զգում։ Կարող է հիմա էլ հետևից հետ եկել այստեղ ու այդ հայացքը չես զգում հիմա դու։ Իզուր ասեցի, պիտի գուշակեի, որ չես հավատա։ Հələ մի րոպե, կարող եմ բոքոն նայել։ Ով? Դեն գորեր, գոշայր են, երաժիշտասեր բարեկամը մեր։ Գոգա հետ ես? Չէր, ինքը չէր։ Համել Գոգան այդքան էլ վատը չի, ինչքան դու ես պատկերացնում։ Ես արդեն հետաքրքիր է, հետո շարունակի։ Ես ինչ ես արել, Արնո։ Արնո, ես ինչ ես արել։ Լսի, դու հասկանում ես, որ սրանով վերջ դրեցիր քո կյանքին։ Հասկանում ես։ Ընդհանուր առմամբ ես թքացում եմ քո կյանքի վրա։ Ինձ իմ աղջկա կյանքն է հետաքրքրում։ Դու իմ աղջկա կյանքն ես կործանում։ Դու այդքան հասկանում ես, Արնո։ Արնո, ուշքի արի, Արնո, լավ, եղած նեղածը արդեն ինձ լսի, ես զենքն ու դիհակը կանհետացնեմ, ու էլ որոշ ժամանակ ինձ մոտ կապրես, Արնո, ուշքի արի, Գևոր, պետք չի Ֆրեդամյան, պետք չի ինձ կեղտից անել, դու լսի է, ես քեզ համար չեմ անում, ինձ իմ աղջիկն է ուզում, իսկ քեզ նման ախմախի բերդում հայտնվել է աղջկաս կդժբախտացնի, ես իմ վերջն է Ֆրեդամյան, Ես չեմ ուզում դրանից փախչել, ուզում եմ մաքրվեմ իմ կեղտերից, որպեսզի մաքրվեմ պետք է պատժվեմ, միայն այդ ժամանակ ես ինձ հանգիստ կզգամ։ Ուշը Արնո, շատ ուշը, լավ ու մաքուր տղա ձևանալու համար վաղուց պիտի մտածեիր այդ մասին, հիմա շատ ուշը, կյանքը արդեն մտել ես կեղտով։ Ես չեմ զղջում Ֆրեդամյան արածիս համար, որովհետև սատկացրի իմ նմանին, այլ տարբերակ չունեի։ Ունեիր, Արնո, ունեիր, դու կարող էիր ինձնից փող վերցնել, ես քեզ առաջարկեցի, վերցնեիր այդ փողը ու փակեիր սրա բերանը, եթե չէիր ուզում պատվերը կատարել։ Ես ձեր փողերը պետք չեմ։ Այդ ինչի, արժանապատվությունը թել է քեզ ուտում, հա? Դե որ կարենայիր կփակեիր, էլի։ Եթե ունենայի կտայի, ես նրանք նվիրապերել եմ, ամբողջը բարի գործի եմ ծառայացրել։ Շատ ծիծաղելի էր։
Ես իմ բոլոր պատվերների դիմաց ստացած փողերը նվիրաբերել եմ մանկատներին և աղբորս նման հիվանդ երեխաներին։ Ինձ հեքիաթներ մի պատմի, Առնո։ Պահարանի դարակում են բոլոր չեկերը, ասացի սապացույցները։ Քեզ որտեղից ես թվեր, Առնո։